վերացման մակարդակը ստուգելու եւ մեր թեմայի շրջանակներում այսօր ստացած գիտելիքները ամփոփելու, ամբողջացնելու նպատակով կխաղանք մի հետաքրքիր խաղ։ Բոլորդ նայեք ձեր դիմացի պատին։ Տեսնում եք, բառը պետք է համապատասխանեցնեք նկարին։ Տրված է երկու համակարգիչ, զույգ արժույթ գալիս եք եւ սկսում եք աշխատել։ Ես հիմա կփակեմ տեսացրիչը, որպեսզի ձեզ տեսանելի չլինի։ Վերջ, սկսեցիք։ Արշավի եւ Հելենա, մոտեցեք համակարգիչներին։ Կարող եք կանգնած աշխատել, որտեղ մի քանի վայրկյան է տևել։ Սկսեցիք։ Ինչ պատահեց Հելենա ջան։ Հելենա ջան, գնիկը դրված է այդտեղ։ Տեսնեմ Հելենա ջան, ինչ խնդիր առաջացավ։ Վերջ, սկսի մկնիկով աշխատել։ Տեղադրիր արագ։ Ստացվում է, անհարմար է մկնիկը։ Սեղման սպանում ես, տանում ես տնում բառի տակ, կամ բառն ես տանում տնում նկարի տակ։ Տեսնեք, արդյունքները։ Ապրես ճիշտ ես կատարել, հաջորդ զույգը, սպասենք Հելենան էլ ավարտի։ Տեղավորվիր Արշավիկ ջան։ Վերջ։ Վերջ։ Որովհետև իրար գլուխ ես լցրել։ Սեր մտել ես, տարել ինչ-որ տեղ փակցրել։ Տես, սեր մտել սրատակ ես մտել փակցրել, սպասիր։ Վերջ։ Դե այսօր սրտում ենք, տեսնենք ճիշտ ես կատարել, թե ոչ։ Ապրես, ճիշտ ես կատարել։ Վերջ, հաջորդ Էստեր և Հայգուրի, համեցեք։ Սկսեցիք արագ աշխատել։ Հայգի ջան, մոտեցիր համակարգչի։ Ուզում ես աթորը տամ ավելի հարմար լինի, Հայգի ջան, նստիր։ Մկնիկ աշխատեցրու, խնդրեմ, մկնիկով աշխատեցրու։ Ստուգենք։ Ապրես, ճիշտ ես կատարել։ Նստիր։ Արտյոմ ջան, արի մոտեցիր, որպեսզի արագ ստացվի մեր աշխատանքը, ինչ Հայգուրը։ Ինձ թվում է այստեղ մկնիկը դժվար է շարժում, դրա համար ես մի համակարգչով երեխաները դժվար են աշխատում։ Սպասիր, Արտյոմ ջան, ես նորը միացնեմ։ Հեռացրու ցանցորը։ Հավատեցի, սեղմին այստեղ, տեսնենք ճիշտ ես, այո, ապրես, ճիշտ ես կատարել, կեցես, արի մանվեր ջան, շրջան
Կարդացիր այնտեղ նստիր։ Սկսիր մանվել։ Ապրես, ճիշտ ես կատարել, ասում ջան։ Անահիտ ջան, մոտեցիր։ Մոտեցիր Անահիտ ջան։ Մանվել ջան։ Շնորհակալություն։ Ապրես Մանվել ջան, շատ համակարգված աշխատեցիր։ Աշխատանքային տիրույթ օգտագործեցիր, օգտակար։ Դա ապրում ենք, ապրես, ճիշտ ես կատարել և վերջում մնաց Էդիկը, Էդիկ ջան մոտեցիր, թող գիտելիքներն էլ ստուգ ենք, վերջ Անահիտ ջան, ապրես, ճիշտ ես կատարել, կեցես, նստիր։ Զում ես փորձես ես մի համակարգով, արես մի համակարգով փորձ։ Դրանով դիտում եմ փոքր ինչ այստեղ։ Ստացվեց։ Կեցես։ Այո, ճիշտ ես կատարել։ Հիմա բացում ենք մեր խաղը։ Նորից ծաղիկը տանում ենք ծաղիկի վրա, պտուղը տանում ենք պտուղի վրա, այո, արմատը տանում ենք արմատի մոտ ենք փակցնում, ցողունը ցողունի, տերևը տերևի և սերմը սերմի։ Ստուգում ենք, ինչն է, չի փակցվել այստեղ։ Ահա, վերջ։ Ապրեք, ճիշտ եք կատարել։ Բոլորը դեր երեխաներ ճիշտ կատարեցիք մեր տրված առաջադրանքը։ Դերի աշակերտներ, ինչպես տեսնում եք գրադարտակին գծել եմ ինքնագնահատման սանդղակ։ Այստեղ գրված են մեր վերջնարդյունքները, դուք պետք է նշանակեք այն 3 աստղանիշով, լավի դեպքում, 2 աստղանիշի դեպքում բավարար և 1 աստղանիշի փոխարեն ոչ այնքան լավ։ Արդեն ձեզ ծանոթ է չէ՞ այս ինքնագնահատման սանդղակը, դե գալիս ենք արագ-արագ լրացնում։ Հայկուհի և Արտյոմ, մոտեցեք գրատախտակին և արագ-արագ լրացրեք։ Խնդրում եմ մոտեցեք, վերցրեք կավիճները։ Առաջին վերջնարդյունքն է, ճանաչում եմ բույսի հիմնական մասերը։ Արտյոմ ջան, քո անունը վերջում է, տղես։ Ճանաչում եմ բույսի հիմնական մասերը։ Լրացրեք։ Ինչ կնշանակեք ձեզ։ Խաղի արդյունքում բոլորդ էլ ճանաչեցիք բույսի հիմնական մասերը։ Կարողացաք համապատասխանեցնել։ Երկրորդ վերջնարդյունքը, գիտեք յուրաքանչյուրի գործառույթը։ Որքանով գիտեք յուրաքանչյուրի գործառույթը, դուք լրացրեք, ես ստուգեմ։ Տակի, Արտյոմ ջան, երկրորդ վերջնարդյունքը սա է։ Այ դրական։ Բավարար կերպով, համաձայն եմ ձեզ հետ, նստեք։ Էդիկ և Անահիտ, մոտեցեք գրատախտակին։ Արդեն կաշացել ենք վերջնարդյունքները, գիտեք, արագ լրացրեք ու նստեք ձեր տեղերում։ Այո, համաձայն եմ։ Եկեք, էստեղ և բանվեք, մոտեցեք, արագ գրատախտակին։ Լրացրեք։ Հելենան և Արշակուրը, մոտեցեք արագ գրատախտակին, երեխաներ, ավարտենք։ Պարզվում է ունենք համարձակներ և դասանջ երկու հոգի յուրացել է նաև յուրաքանչյուր համասի գործառույթը։ Համաձայն եմ ձեզ հետ, որովհետև բավականին ակտիվ եք դուք, համաձայն եք երեխաներ։ Այո, նստեք Արշակը և Հելենա։ Ինչպես հասկացանք, մնացածները բավարար կերպով մի քիչ թերություններով մասամբ տիրապետում
աջակցում ենք բույսի հիմնական մասերի գործառույթներին։ Մեր հաջորդ դասերին մենք ևս կանդրադառնանք այս վերջնա արդյունքին, որպեսզի բոլորը դառնա 3 աստղանիշ, այսինքն լավ իմանանք, թե որոնք են բույսի հիմնական մասերի գործառույթները։ Լավ, հիմա երեխաներ, բացում եք 79, բացեք 79, նշում եք դասը, բույսերի հիմնական մասերը, գրեք վարժ կարդալ եւ պատասխանել հարցերին, նշեցիք բոլորը։ Եվ տնային առաջադրանք, ձեր աշխատանքային տետրերում գրում եք այդ 81-ի առաջադրանքը։ Այս նեթերի հատվածում կա առաջադրանք։ Բացեք այդ 81-ը, բոլորը բացեք այդ 81-ը, այստեղ կա առաջադրանք։ Համացանցից կամ որևէ գրականությունից հանում եք տեղեկություններ բույսի տարբեր օրգանների վերաբերյալ։ Կարող եք ոչ բոլորի մասին գրել, կարող եք մեկը ընտրել արմատ, մեկը ընտրել ցողուն, մեկը տերև, մեկը ծաղիկ, մեկը ֆուտուր։ Դուք եք որոշում, թե ինչի մասին եք հավելյալ տեղեկություններ ուզում գրել։ Պարզ է երեխաներ։ Նշեցիք